Սիրելի քույրեր եւ եղբայրներ, շարունակում ենք քարոզաշարքը, որ Լեռան քարոզի լուսաբանումն է եւ միջև Սուրբ Ծննդյան շրջանը սրանից հետո կունենանք դադար, որովհետեւ 5 քարոզներ կունենանք Սուրբ Ծննդյան թեմատիկայով, բայց այսօր պետք է ամփոփենք Լեռան քարոզի այն հատվածը, որտեղ Տերը սովորեցնում է ինչպես ճիշտ դասավորես երկրային կյանքդ, որպեսզի երկնային կյանքդ ճիշտ ուղղություն ունենա։ Նախորդ անգամ մենք նայում ենք Տիրոջ խոսքերը, երբ Տերը մեզ հորդորում էր ինչպես վերաբերվենք նյութականին, ինչպես վերաբերվենք փողին, ունեցվածքին, ինչպես անենք, որ ստրկության տակ չլինենք մամոնայի, այլ ազատագրված սիրով ծառայենք Աստծուն եւ մեր ունեցվածքով եւս կարողանանք փառք բերել Տիրոջ սուրբ անվանը։ Շարունակելով այդ նույն գաղափարների շուրջ դաստիարակել, Տերը Լեռան քարոզի մեջ սովորեցնում է ինչպես անել, որ հոգսերի մեջ թաթախված չմնանք, այլ ձերբազատվենք հոգսերից, ունենանք անհոգս, ազատ սիրո փոխհարաբերություններ ստեղծագործության հետ, Աստծո հետ եւ կարողանանք վայելել այն ամենը, ինչ որ Տերը պարգևել է։ Սա այսօր շատ արդիական խնդիր է։ Այստեղ բժիշկներ կան եւ գիտենք, որ ժամանակակից լուրջ խնդիրներից է նաեւ այդ հոգսաշատ վիճակը, որը որ մարդուն կտրում է արդյունավետ լինելուց կամ քունն ու դաթարն է կտրում, մարդիկ անքնությունից են տառապում եւ սա միլիարդավոր ռեսուրսների, դոլարների վնաս է հասցնում տնտեսությանը, մարդուն, թե բուժման իմաստով, թե մարդու աշխատունակությունից զրկվելու պատճառով մարդիկ դիմում են բժիշկների, դիմում են տարբեր միջոցների, որպեսզի կարողանան հոգսերից ձերբազատվել, որպեսզի կարողանան բուժվել, արդյունավետ ամուսին, կին լինել, աշխատավայրում արդյունավետ լինել, արդյունավետ ուսանող լինել, կարողանան պարզապես հանգիստ քնել եւ հաճախ այդ բժշկությունը, այդ բուժումը շատ երկար ու բարդ է լինում եւ իրական արդյունքներ շատ հազվադեպ ու շատ քիչ են հասանելի դառնում։ Տերը անդրադառնում է սրան իր Լեռան քարոզում եւ ցույց է տալիս ինչպես բժշկություն գտնել, ինչպես գտնել հնարավորություն, որ այս խնդիրը ի սկզբանե ճիշտ հիմք, ճիշտ ուղղություն եւ ճիշտ լուծում ունենա։ Ընթերցենք Աստծո խոսքը։ Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 25-ից 34 համարները։ Դրա համար էլ ասում եմ ձեզ. մի հոգացեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք, չէ որ կյանքը առավել է, քան կերակուրը, եւ մարմինն առավել է, քան հագուստը։ Նայեք երկնքի թռչուններին, որոնք ոչ սերմանում են, ոչ էլ հնձում, եւ ոչ էլ շտեմարանների մեջ ամբարում, եւ ձեր երկնավոր Հայրը նրանց կերակրում է, չէ որ դուք առավել եք, քան նրանք։ Ձեզանից ով կարող է հոգալով իր հասակի վրա եւս մեկ կանգուն ավելացնել եւ հագուստի համար ինչու եք հոգում։ Նայեք վայրի թռչուններին, ինչպես են աճում, ոչ ջանք են թափում, ոչ էլ մանում։ Ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի պես չհագնվեց։ Իսկ եթե դաշտի խոտը, որ այսօր կա, բայց վաղը հնոցն է գցվում, Աստված այսպես է հագցնում, որքան առավել ձեզ կհագցնի, թերահավատներ։ Ուրեմն մի մտահոգվեք ասելով ինչ ենք ուտելու կամ ինչ ենք խմելու կամ ինչ ենք հագնելու, որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում, որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք։ Դուք նախ Աստծո արքայությունը ու նրա արդարությունը փնտրեք, եւ այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Արդ վաղվա մասին մի հոգացեք, որովհետև վաղվա օրը ունի իր հոգսերը, յուրաքանչյուր օրվա հոգսերը ինքնին բավական են։ Ամեն Աստծո խոսքին։ Մի անգամից աչքի է առնում, որ երկու կոչ կա շատ հստակ Հիսուսից այս տեքստի մեջ։ Երկու ուղղակի հստակ կոչ. մի հոգացեք եւ դուք նախ Աստծո արքայությունը փնտրեք։ Այս երկու կոչերի տիրույթում փորձենք հասկանալ այսօր Աստված մեզ ինչպես է բժշկում ավելորդ հոգսերից, ավելորդ դժվարություններից։
Հոգալ իմաստը, եթե ավելի լայն բացենք, ընդհանրապես մենք կարծես շատ բառեր չունենք սա արտահայտելու, բայց հունարենում այդ ժամանակվա կոնյո հունարենում 14 տեսակ բառ կար, որոնք արտահայտում էին հոգսերի տարբեր չափեր, ձևեր եւ այս բառը շատ խիստ ծանր հոգսերի մասին է խոսքը, երբ որ դու չգիտես ինչ անել, պարալիզացված ես, երբ որ դու չես կարողանում ելքեր գտնել հոգ անելով, թե վաղը ինչ պետք է լինի։ Անհանգստության եւ խիստ վախով սպասում, թե կարող է մի բան կատարվել, որի վրա ես վերահսկողություն չունեմ եւ խուճապի եմ մատնվում։ Հոգս ասելով այս բառը պատկերացրեք։ Թե չէ մենք որ ասում ենք հոգս մի տեսակ դե հոգսերիս մեջ եւ այլը իմ համար ապրում եմ, չէ, խոսքը շատ ավելի խիստ վիճակի մասին է։ Երբ որ ես խուճապի եմ մատնվում, նայելով ինչ պետք է անեմ։ Երբ որ ես սկսում եմ այնքան մտածել, ելքեր չգտնել, որ այսօրը չեմ կարողանում ապրել մտածելով վաղվա մասին։ Ուրեմն հոգս ասելով սա նկատի ունենք։ Բայց Հիսուս մեզ հստակեցնում է եւ ուղղություն է տալիս նայելու, ասում է նախ Աստծո հոգացությունը քո հանդեպ դու նկատիր։ Դու նկատիր, որ Աստված ինքնին հոգ է տանում։ Մինչև այս հատվածը արդեն նախորդ կիրակի մենք նայեցինք, որ Աստված հստակեցնում է, որ մեր մտածելակերպը, մեր աչքի վիճակը կարևոր է տեսնելու, թե ով եմ ես, ով է իմ շուրջը, ինչ է կատարվում իմ շուրջը, ասում է, եթե աչքդ լուսավոր չի, խավար է քո մեջ, դու սխալ մտածելակերպ ունես, դու սկսում ես նյութապաշտ լինել, եւ հենց սա էլ այս հոգսեր ունենալու հիմքն է դնում, որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի, հիշում եք այս արտահայտությունը։ Եթե մեր գանձը հոգսերին առիթ տվող նյութականի մեջ է, այսօրվայի մեջ է, հագուստի մեջ է, ունեցվածքի մեջ է, երկրային, մեր մտածելակերպը նեղանում է դեպի դա, մեր տեսողությունը նեղանում է դեպի դա, մենք այդտեղ ենք գանձեր փնտրում եւ չենք գտնում, որտեղ դա անհագ մոլուցք է գանձերի, ու մենք չենք կարողանում վայելել Տիրոջ ստեղծագործությունը։ Դրա համար նույնիսկ առօրյա զրույցներում մենք հասկանում ենք, որ փողով կարելի է տուն գնել, բայց ոչ ընտանիք։ Փողով կարելի է մահճակալ գնել, բայց ոչ քուն։ Փողով կարելի է ժամացույց գնել, բայց ոչ ժամանակ։ Փողով կարելի է գիրք գնել, բայց ոչ գիտելիք։ Եվ սրա շարունակությունը փողով շատ բաներ կարելի է գնել, բայց իրական արժեքներ հնարավոր չի փողով գնել։ Եվ հավիտենական կյանքի արժեքներ նյութական հոգսերով չես կարող գնել։ Շատ ավելի խորն է, երբ որ մտածում ենք, որ փողով չես կարող փրկություն գնել, փողով չես կարող մեղքերի վարձատրություն գնել, փողով չես կարող իրական սեր վայելել։ Տերը մեզ ուղղություն է տալիս մտածելու եւ սովորեցնում է, որ Աստված ինքը հավատարիմ է եւ իր հավատարմության համար վարձատրություն մեզնից չի պահանջում։ Պարզապես պահանջում է տեսնել, թե ինքը ով է։ Եվ երբ որ ինքը սկսում է պատմել իր մասին, իր ով լինելու մասին, ասում է հոգին շատ կարևոր է։ Հոգին անչափ կարևոր է։ Հոգին այնքան կարևոր է, որ հենց ծննդոցում ի սկզբանե Աստված ինքը իր շունչը փչեց, որպեսզի մենք հոգի ունենանք, տարբերվող հոգի ունենանք։ Ծննդոց 2:7 մեջ ասում է Աստված մարդուն դարձնում է կենդանի հոգի։ Հոգին բարձր է ամեն նյութականից, որովհետև այն կրում է Արարչի շունչը։ Մեր մեջ մի մասնիկ կա, որը այս ամբողջ տիեզերքը ստեղծողը, այս ամբողջը իր ուժով պահպանողը ավելի թանկ է գնահատում, քան ամբողջ ստեղծագործությունը։ Ինքը մեր մեջ մի գանձ է դրել, որի գինը մենք պետք է սկսենք հասկանալ։ Դա Սուրբ Հոգու ներկայությունն է, Սուրբ Հոգու գանձն է, Արարչի շունչն է։ Ինքը դրա համար այս ամբողջ ստեղծագործությունն է ստեղծել, որպեսզի դա մեր մեջ դնի ու մենք սկսենք դա նկատել, տեսնել ու այլ մտածելակերպ ունենալ։ Մատթեոս 16:26-ում
Այսպիսի արտահայտություն է անում Հիսուս, ասում է, ինչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց հոգին կորցնի։ Եթե նժարի վրա դնենք ամբողջ ստեղծագործությունը, ամբողջ հարստությունը, ամեն ինչ որ կա աշխարհում, եւ դրա նժարի մյուս կողմում լինի հոգին, հոգին ավելի թանկ է, որտեվ հոգին մասնիկն է այս ամբողջը ստեղծողի։ Անհանգստությունները հաճախ ծագում են այն պատճառով, որ մենք հավերժական հոգին փորձում ենք ապահովել անցողիկ միջոցներով։ Հավերժական հոգին փորձում ենք սնուցել, փորձում ենք հոգ տանել աշխարհիկ ժամանակակից բաներ տալով, բայց ինքը հավերժականից է սնվում։ Իր ուժը հավերժականի մեջ է, իր կայունությունը հավերժականի մեջ է։ Հոգին փրկության գործիք է։ Արդեն Եզեկիելն էր մարգարեացել 36-րդ գլխում 26 համարում Եզեկիելի այսպես էր հիշեցվում, թե ինչ պետք է լինի ապագայում։ Ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ։ Ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ եւ իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ եւ այնպես անեմ, որ իմ կանոններով ընթանաք եւ իմ պատվիրանները պահեք եւ դրանք կատարեք։ Սա վերստին ծննդյամբ, Աստծո այդ նոր տեսակի հաղորդությամբ, Աստծո այդ նոր տեսակի փոխհարաբերություններ կառուցելով եկող շնորհ է։ Նոր սիրտ, այսինքն նոր վարվելակերպ, նոր մտածելակերպ, նոր արժեհամակարգ, նոր շարժառիթներ, որը որ հավիտենականն է փնտրում, ոչ թե հողեղենը ու նյութականը։ Արդեն Մարիամի եւ Մարթայի հանդիպման մեջ Հիսուս նորից սրա մասին է շեշտադրում, որովհետև Մարթան լավ բաներ էր փորձում անել, բայց ժամանակավոր եւ հոգսեր էր կուտակում։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց Ղուկաս ավետարան 10-րդ գլուխ 41-42 համարներում. Մարթա, Մարթա, դու հոգս ես անում եւ շատ բաներով ես զբաղված։ Ինչ էր հոգս անում? Հյուրընկալություն, Հիսուսին ընդունել, Հիսուսի աշակերտներին ընդունել, լավ սեղան գցել, փորձել, որ տունը մաքուր լինի, հավաքված լինի, ամեն բան շտկված լինի, որպեսզի լավ վայելեն այդ հյուրընկալությունը։ Բայց նույնիսկ այդ լավ գործի մեջ Հիսուսն ասում էր հոգս մի արա, սա չի կարևորը, սրանից ավելի կարևորը կա 42 համարի մեջ ասում է, բայց մի բան է հարկավոր եւ Մարիամը լավ բաժինն է ընտրել, որ նրանից չպիտի վերցվի։ Խոսքը նրա մասին չի, որ շտկված չլինի կամ հյուրասիրություն չլինի, բայց առաջնահերթություններն են այստեղ առաջ գալիս։ Որն է առաջնահերթ? Ինչու է սա առաջնահերթ, որովհետև հոգին է սնուցում, որովհետև սա մի արժեք է ստեղծում, որ չպիտի վերցվի, որ հավիտենական է։ Այս հատվածում լեռան քարոզում Քրիստոս մեր հայացքը, որ ասում է ձեր հայացքը պետք է լուսավոր լինի, այսինքն արժեհամակարգն ու մտածելակերպը պետք է լույսով ողողված լինի, ուղղում է դեպի բնությունը, որ բնությունից տեսնենք, բնությունից սովորենք։ Ասում են նայեք թռչուններին։ Դուք չգիտեք որ թռչունն է, որ ճնճղուկը երբ սատկեց, երբ առողջացավ, բայց հայրը գիտի ինչպես հոգ տանել։ Այնպես չի, որ թռչունները ոչինչ չեն անում, բայց հոգս չեն անում, որովհետև գիտեն, որ իրենց հոգալու է Տերը։ Ուղղում է բնության տարբեր ասպեկտներին, ամենաչնչիններին եւ այստեղ Հիսուս մի հետաքրքիր գործառույթ է իրականացնում, ձև է սովորեցնում մեզ փոքրից դեպի մեծը տանել, փոքրով, փոքր ճշմարտությամբ սովորեցնել մեծ ճշմարտություն։ Ասում են նայեք նաև Շուշաններին կամ այդ ժամանակվա մեկօրյա կակաչի տեսակ փոքր, որ մենք կուշկոտրուկ ենք կարծեմ ասում դրան։ Դաշտում աճում է եւ շատ արագ մեկ օրվա մեջ ծաղիկները թափվում չորանում է։ Մեկ օրյա կյանք ունեցող, բայց ամենանուրբ այդ ժամանակվա անկալման մեջ ամենագեղեցիկ ծաղիկներից մեկն էր սա։ Ասում են նայեք, որ այս ծաղիկը, որ արարիչը իրեն ստեղծել է, ընդամենը մեկ օրյա կյանք ունի։ Նկարիչներ ունենք այստեղ։ Պատկերացրեք, որ ձեր գեղեցիկ ստեղծագործությունը, որը բոլորին զմայլվում է, բոլորը դրանով հիանում են եւ մեծ ջանք, ստեղծագործական մեծ էներգիա է մեջը դրված,
Բայց նպատակը լինի, որ ստեղծես, ավարտես ու այրես, մեկ օրյա կյանք ունենա։ Ինչ ցավ ու հիասթափություն կլինի։ Այդ Տերը սիրով ստեղծում է դա, գիտի, որ մեկ օրյա կյանք ունի եւ այդքան ջանք է դրել, որ դա այդքան գեղեցիկ լինի։ Բայց նույնիսկ այդ մեկ օրյա կյանք ունեցող խոտի համար, որ Տերը հոգ է տանում, եւ դա ուրիշ ոչինչի հետո պետք չի լինելու, ասում է, որպես կպչան են գործածելու, որտեվ չորացավ, պետք է այրեն։ Բայց այլ ավելի փառավորը, քան ամենահարուստ մարդու խորհրդանիշը այդ ժամանակվա, որ Սողոմոններ ու սիրում էր ճոխ հագնվել, սիրում էր ամենաթանկ բաները կրել։ Ինքը իր ճոխության մեջ մարդկության այդ ժամանակվա ամենահարուստ եւ ճաշակով մարդը, իմաստուն մարդը չէր կարող ավելի գեղեցիկ լինել, քան մեկ օրյա կյանք ունեցող ծաղիկը, որովհետև Տերն էր միջամտել։ Բայց ասում է, հոգին շատ ավելի թանկ ու կարևոր է։ Դու, սիրելի քույր եւ եղբայր, այստեղ նստած, ջնջղուկից կամ այդ ծաղիկից շատ ավելի կարևոր ես Տիրոջ համար, որքան ավելի Տերը կհոգա, որքան ավելի, եթե փոքրի համար այդքան հոգ է տանում։ Եվ այդ հոգացությունը ինչպես արտահայտվեց իր բացարձակ ձևով, այնպես որ Տերը այնքան սիրեց, որ իր միածին որդուն տվեց։ Իր միածին որդուն տվեց։ Ուրեմն ինչպես չի հոգա մնացած բոլոր կարիքները։ Եթե մենք հոգս ենք անում, սրանով մենք սկսում ենք արտահայտել, որ Տիրոջ հոգացությունը չենք ճանաչում։ Սրանով մենք սկսում ենք ցույց տալ, որ չենք վստահում Տիրոջը։ Դրա համար անհանգստությունը հավատքի խոր ճեղքն է բացահայտում։ Երբ որ մենք անընդհատ անհանգիստ վիճակում ենք, ինչ պետք է լինի, ինչ պետք է անենք, ինչպես անենք, եւ սա մեզ կտրում է առօրյան վայելելուց, Տիրոջ ստեղծագործությունը վայելելուց, Տիրոջ փոխհարաբերությունները վայելելուց, ցույց է տալիս, որ ճաքեր կա մեր հավատքի մեջ։ Միգուցե մենք լավ չենք ճանաչում ով է Տերը։ Միգուցե մենք իրական չենք վստահում, որ Տերն է հոգալու։ Սաղմոս 139:1-6 համարները։ Տեր, դու ինձ քննեցիր եւ ճանաչեցիր։ Դու գիտես իմ նստելն ու վերկենալը, հեռվից իմանում ես իմ մտածումները։ Քննում ես իմ գնալն ու պարկելը եւ գիտես իմ բոլոր ճանապարհները, որովհետեւ դեռ խոսք չկա իմ լեզվի վրա, ահա ով Տեր, դու բոլորը գիտես։ Ինչ շրջապատում ես իմ հետևից ու առջևից եւ քո ձեռքը դրել ես ինձ վրա։ Այս գիտությունը շատ զարմանալի է ինձ համար, բարձր է, չեմ կարող հասնել նրան։ Երբ որ մենք սկսում ենք վստահել Տիրոջը, որ ինքը ամեն բան գիտի, իմ մտածումները գիտի, իմ շարժառիթները գիտի եւ պաշտպանում է ինձ հետևից եւ առջևից, ուրեմն այնինչ որ ունեմ, այնինչ որ վաղը պետք է ունենամ, արդեն Տիրոջ հոգացության ներքո է։ Այս ամբողջ զրույցը ինչից հետո եղավ։ Եթե հիշում եք, Հիսուս սովորեցրեց ինչպես աղոթել, հետո աղոթք սովորեցրեց եւ այդ աղոթքը մենք կոչում ենք Հայր մեր աղոթք, հետո սովորեցրեց ինչպես ողորմածություն արտահայտել, ինչպես ծոմ պահել եւ հետո սովորեցրեց ինչպես դրամից կարճած չլինել, բայց այս ամբողջը եթե նայենք մի տիրույթի մեջ սովորեցնում է ինչպես ճանաչել հոր սերը։ Դրա համար այսօրվա պատգամի վերնագիրը ես հայր ունեմ։ Եթե մենք մեզ հիշեցնում ենք, որ ես հայր ունեմ, հավիտենական, ապրող, տեսնող, ամեն բան իմացող հայր ունեմ, իմ վաղվա օրվա հոգսերը չեզոքանում են։ Սիրելիներ, հայր, որը որ ամեն բան գիտի, հայր, որը ամեն ինչ ճիշտ ձևով է դասավորում, հայր, որը որ ամբողջ ապագան գիտի եւ գիտի ինչքան ում եւ ինչպես տալ։ Սա շատ բարդ է երկրավոր հոր համար։ Միշտ ուզում ես, եթե շատ ես սիրում, ավելին անես, քան միգուցե պետք է եւ դրանով միգուցե խաթարում ես ճիշտ ընթացքը երեխայի։ Կամ պաշտպանում ես ավելին, քան պետք է եւ սովոր ինքը չի կարողանում
ճիշտ դրսևորել իրեն, կամ չես պաշտպանում, հակառակ խնդիրներն է լինում։ Որպես ծնող, որպես հայր, մենք շատ տարբեր մարտահրավերներով ենք անցնում, բայց որպես երկնավոր հայր Տերը ամեն բան գիտի եւ չափը գիտի, բայց մեզ սովորեցնում է վստահել իրեն։ Եվ այս ամենի մեջ, հոգս չանելու մեջ Տերը մեզ հենց դա է սովորեցնում, հոգս չանել։ Երբ նյութական հարցերի շուրջ անհանգստություն է առաջանում, իրական կամ սպասվող, ես օրինակ վերադառնում եմ հենց այս Մատթեոս 6-րդ գլխին եւ այս համարներն եմ ընթերցում եւ հարցեր եմ դուրս բերում։ Առաջի հարց. Եթե Աստված պահում է իմ կյանքի շունչը, շնչելու հնարավորությունը եւ դրա մեջ հոգին, միթե չի հոգա նաեւ իմ երկրավոր կարիքների համար, որովհետև ես ինձնով նույնիսկ շնչելու հնարավորություն չէի ունենա։ Տերը դա տալիս է, ուրեմն մնացած բաներն էլ կտա։ Եթե Աստված հոգում է անգամ փոքրիկ թռչունների մասին, միթե չի հոգա իմ մասին, հատկապես եթե ոչինչ չի խնայել, իր որդուն էլ չի խնայել, որպեսզի փրկություն ունենամ։ Երրորդ հարցը. եթե այս անհանգստությունը կա իմ մեջ, սա ինչ որ ձևով օգնում է ինձ, որ ավելի լավը դառնամ։ Եթե ինձ չի օգնում այս անհանգստությունը, որ ավելի լավը դառնամ, ուրեմն սա չար անհանգստություն է, չարից բխած անհանգստություն է, դեպի վատը տանող անհանգստություն է։ Անհանգստությունը ճիշտ չափով, ճիշտ ձևով օգնում է, որ ես ձգտեմ ավելի լավը լինել Տիրոջ աչքերում, ձգտեմ ավելի հավատարիմ, ավելի սիրող, ավելի ներող, ավելի լավ խոսքը ճանաչող լինել, չմնամ գաղջ վիճակում, բայց եթե այդ դրան չի ուղղում ինձ, ուրեմն դա անիմաստ անհանգստություն է։ Չորրորդ հարցը. եթե Աստված խնամում է մեկօրյա խոտը, միթե չի խնամի ինձ հավիտենական հոգի ունեցող մարդուս։ Եթե խոտին է խնամում, իմ հոգին էլ է խնամում։ Եթե Աստված այսպես հագցնում է դաշտի խոտը, որը այսօր կա եւ վաղը վառարանի մեջ է գցվելու, ապա մեզ կհագցնի այնպես, որ չմրսենք, որ չգայթակղեցնենք, որ լինենք պարկեշտ, որ լինենք օրինակելի։ Հինգերորդ հարցը, որ տեքստում շատ շեշտակի է, անհավատների մասին է։ Անհավատներն են տագնապում, որովհետև չեն ճանաչում Աստծուն։ Որովհետև իրենց պաշտածը կուռք է, իրենց պաշտածը հայր չի սիրող, իրենց պաշտածը կուռք է, որը չի կարող պատասխանել, չի կարող արձագանքել, իրենք էլ գիտեն, որ քար է, փայտ է, կուռք է սա, բայց եթե դու իսկապես Աստծուն ես պաշտում, գիտես, որ ինքը այսօր էլ փրկող, ներող, բարձրացնող, միջամտող Տերն է, ուրեմն եթե իսկապես վստահում ես, չես տագնապի, բայց եթե Աստծուն սիրելը զավակի դիրքից է եւ նա իմ սիրելի հայրն է, ուրեմն քեզ հիշեցնում ես եւ ասում ես ես ամենակարող հոր զավակն եմ, ինչու պիտի տագնապեմ։ Անհավատները սա չեն կարող անել։ Նա ով սիրելի հայրիկ ասելու ուժը չունի Սուրբ Հոգուց մղված, նա չունի վստահություն, դրա համար տագնապում է։ Եթե դու տագնապի մեջ ես, քաոսի մեջ է կյանքդ ընկղմում, միգուցե հարաբերությունները ճիշտ չեն հոր հետ։ Հաջորդ բանը, որ գալիս է այս հատվածից, ասում է հարցը. եթե հոգում ես Աստծո թագավորության գործերի մասին, միթե հենց թագավորը չի հոգում քո մասին, որովհետև ասում է դու փնտրիր առաջնահերթությունը Աստծո թագավորությունը, մնացած բաները կտրվեն։ Սա հստակ կոչ եւ խոստում է, որ երկրորդն էր, որովհետև եթե դու թագավորի գործակիցն ես, թագավորության համար ես հոգ տանում, քո առաջնահերթությունը Աստծո թագավորությունն է, ինքնին թագավորը, որը քեզ կանչել է այդ գործի համար, որը քեզ ներգրավել է թագավորությանը հոգ տանելու համար յուրահատուկ կերպով, ինքն էլ քո մնացած բոլոր կարիքներն է հոգալու։ Սա եւս մի վստահություն է, որտեղ է իմ հոգսը, ինչի շուրջ է։ Եթե այս թագավորության համար է, որի բնակիչը դու չես,
Դու այստեղ ժամանակավոր ապրում ես երկնային թագավորության համար։ Եթե այս թագավորության համար ես հոգ տանում, կհոգնես, հոգսեր կկուտակես եւ ելքեր չես գտնի, որտեվ քայքայվում ամեն բան շուրջդ, ինչքան էլ ջանք դնես։ Բայց եթե երկնային թագավորության համար ես ջանք դնում, երկնային թագավորն էլ հոգում է քո այստեղի կարիքները։ Եվ 7-րդ վերջի հարցը. արդյոք ես չունեմ բավարար գործ եւ պատասխանատվություն այսօր, որ ապրում եմ վաղվա մասին անհանգստությամբ։ Եթե այսօրս անիմաստ է, պարապ է, ուղղություն չունի, առաքելություն չունի, ես սկսում եմ անիմաստ նաև վախենալ վաղվա օրվա համար, որովհետև հոգիս տագնապում եմ, որ վաղն էլ այդ առաքելությունը չի լինելու, վաղն էլ այդ իրական նպատակը չի լինելու ապրելու ու անիմաստ տագնապներ է գալիս։ Բայց եթե ես այսօր առաքելություն ունեմ, այսօր հստակ է, որ ես Աստծո արքայության մասին պետք է պատմեմ իմ կյանքով, իմ գործով, իմ սիրով, վաղս էլ հանգիստ եմ, որ ես առաքելություն ունեմ, դա չավարտվող առաքելություն է։ Դրա համար այս 7 հարցերը ինձ հարթուն են պահում, որ նայեմ հոգսեր չկուտակեմ։ Երբ որ այս հարցերին պատասխան է գալիս, որ ես հայր ունեմ, Եսայի մարգարեն օրինակ 41:10 ասում է. մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Աստված իր ժողովրդին եւ մենք ենք նաեւ այդ ժողովուրդը այսօր ասում է մի վախեցիր, ես քեզ հետ եմ։ Հռոմեացիս 8:32-ում մեզ հիշեցնում Աստծո խոսքը, որ նա որդուն չխնայեց, ինչպես նրա հետ մեզ ամեն բան չի պարգևի։ Եթե որդուն նույնիսկ չխնայեց, սա ինչ վստահություն է, որ ամեն բան, այս սեղանը դրա մասին է վկայում, որ չխնայեց որդին ինքը իր կյանքը, թողեց երկնային փառքը, մարդացավ, ստրուկի կերպարանք վերցրեց եւ խաչի մահը ստանձնեց, որպեսզի դու հոգս չունենաս, դու ունենաս առաքելություն, արժեհամակարգ, սիրո մակարդակ, փոխհարաբերություններ սիրո աղբյուրի հետ, վստահություն հոր վրա, որ վաղն էլ է հոգալու քո համար։ Փիլիպեցիներ 4:6 Ոչինչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Հորը այսինքն մի մտահոգվեք, բայց հայտնեք, զրուցեք, պատմեք եւ ինքը դրա լուծումները ունի։ Աստծուն վստահելը պարզապես կարգախոս չի, որ մենք ասենք վստահում ենք ու վերջ, այլ կյանքի ամենօրյա որոշում, որը ուղի է հարթում։ Ամեն օր ես որոշում եմ հոգս չանել ու վստահել Աստծուն, բայց լինել հավատարիմ, լինել առաքելություն իրականացնող։ Երբ որ ես հոգսերի պատճառով այս շրջապատույտի մեջ եմ, որ վաղը անորոշ է, մյուս օրը ավելի անորոշ է, ինչ պետք է անեմ, ես չեմ կարողանում հանդարտ մտածել, չեմ կարողանում հանդարտ ծրագրել, չեմ կարողանում առաքելությունս իրականացնել։ Աստված բժշկում է եւ իր խաղաղությունն է բերում հենց այս տիրույթում, ասում է դու մի հոգա, դու եղիր հոգատար հայր, հոգատար մայր, հոգատար ծնող, հոգատար զավակ, հոգատար անդամ եկեղեցու, հոգատար անդամ քո պետության, եղիր քո դիրքում ճիշտ մարդ, իմ խոսքի վրա հաստատված ձևով, մնացած բաները ես եմ անելու, դու մի վայելիր դա։ Փնտրեք նախ Աստծո թագավորությունը եւ նրա արդարությունը։ Ինչու նախ թագավորությունը փնտրել։ Որտեւ այդ թագավորության արժեհամակարգը հատուկ արժեհամակարգ է, որովհետեւ այդ թագավորության մեջ ճոխությունը, առողջությունը, փոխհարաբերությունների որակը, այլն, եթե դու դա փնտրում ես, քո համար ստանդարտ ես դնում, որը այս երկրի թագավորություններում չկա։ Դնում ես մի չափանիշ, որին սկսում ես ձգտել։ Երբ որ ձգտում ես այդ չափանիշին, դու ինքդ քո առաքելության մեջ նորոգվում ես։ Դու ինքդ փնտրում ես այլ արժեքներ, այլ գանձեր, որոնք այստեղ չկան, ու գտնում ես գանձ, որ քո մեջ կա,
Սուրբ Հոգու ներկայությամբ եւ սկսում ես այդ գանձի համար ամեն բան ճիշտ տեղը դնել։ Կյանքը հստակ նպատակ ունի՝ Աստծուն ճանաչել, Աստծուն բացահայտել եւ Աստծուն հաճեցնել։ Եվ եթե այդ նպատակի ուղղությամբ ենք մեր տեսադաշտը պահում, մնացած բաները Աստված ինքն է հոգում։ Երբ որ Աստված դառնում է առաջի տեղում եւ իր թագավորությունը առաջի տեղում, անհանգստությունները մեր վրա ունեցած իշխանությունը կորցնում են։ Այլ պարագայում անհանգստությունն է մեզ սկսում կառավարել, ու մենք մեր կյանքը չենք կարողանում կառավարել։ Սիրտը հաստատվում է հավիտենական արժեքներով, կյանքը դառնում է խաղաղ, հավատարիմ եւ կայուն, եթե Աստված է առաջնահերթ։ Եբրայեցիս 12:1-2 համարներում Տերը ասում է. «Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն եւ մեղք, որ մեզ հեշտությամբ է պաշարում, եւ համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզը, նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին, Հիսուսին»։ Շատ հստակ լուծում կա։ Ուստի շրջապատված ենք մարդկանցով, վկաներով, Քրիստոսի վկաներով, ովքեր սա արեցին։ Ինչ արեցին։ Դեն գցեցին ամեն ծանրություն, ամեն մեղք, որ հեշտությամբ պաշարում է, եւ հոգս չարեցին, այլ համբերությամբ ընթացան այն ճանապարհը, որ Տերը բացել էր, այդ մրցասպարեզը։ Բայց այդ ընթացքի մեջ մի կենտրոնացում ունեին, նայում էին զորագլխին, նայում էին կատարողին, ինքնակատարողը, նայում էին Հիսուսին, ու էլ չշեղվեցին։ Ուրեմն 3 բան էստեղից կարող ենք սովորել։ Հոգին այնչափ կարևոր է, մի ծախսիր այն անհանգստություններով սպառելով, հոգին շատ ավելի կարևոր է։ Աստված անփոփոխ հավատարմությամբ հոգ է տանում քեզ, մի կասկածիր։ Թոթափիր քեզանից երկրային վախերը եւ կենտրոնացիր թագավորության վրա։ Այս 3 բանը եթե մեր հետ տանենք, հոգին կարևոր է, մի ծախսիր այն անհանգստության վրա։ Աստված անփոփոխ հավատարմությամբ հոգ է տանում, մի կասկածիր, թոթափիր քեզանից երկրային վախերը եւ կենտրոնացիր թագավորության վրա։ Մնացած բաները իր տեղը կընկնի։ Հիսուս տալիս է հրաման, որի մեջ խաղաղություն եւ զորություն ունի։ Ուրեմն մի մտահոգվեք վաղվա օրվա համար։ Այս ամբողջի ամփոփումն է։ Կարծես Լեռան քարոզի այս ընդհանուր հատվածի կենսակերպի, ապրելակերպի ու մտածելակերպի հանրագումարն է։ Ուրեմն մի մտահոգվիր վաղվա օրվա համար, այլ ապրիր այսօր, ապրիր վայելելով, ապրիր վստահ լինելով, որ վաղն էլ առաքելություն ունես։ Երբ վստահում ենք Տիրոջը, նա է պահում մեզ կատարյալ խաղաղության մեջ։ Երբ թողնում ենք վաղվա օրը Աստծուն, մենք ստանում ենք նոր ուժ այսօր լիարժեք ապրելու համար։ Ամեն։